Հայկ Մանուչարյան, անխուսափելին։ Սրիկան, դուռը թակեցին, մենակ ես էր պակաս, մտածեցի դեռ անկողնում պարկած։ Գիշերվա արկածներից հետո ծարավայի, ծարավ ջրի, քնի ու լռության։ Ով ես այ սատանա, գոռացի ես, եթե իհարկե այդ խռպոտ նվնվոցը կարելի էր գոռոց անվանել։ Փորձեցի ոտքերս գետնին դնել, նրանք ինձ դավաճանաբար չէին ենթարկվում։ Մի կերպ գետնին հասա, համոզվեցի, որ հատակը ինձպես դոնդողանման չի ու կկարողանա պահել լեշիս քաշը։ Մի պահ նայեցի խոհանոցի կողմ, մտածեցի, որն է հոգեպես առավել ազնիվ, ջուր խմել, թե երկար չսպասեցնել անկոչ հյուրին։ Հյուրին դիմավորելու անձնազոհ տարբերակ ընտրեցի ու ճռռալով շարժվեցի դեպի դուռը։ Համարյա դռան մոտ գիտակցեցի, որ գուցե եւ ճիշտ չէ միայն անդրավարտիքով դուռը բացել, բայց հետո գնալու ու առավել եւս հագնվելու ուժ չունեի։ Բացեցի։ Մուտքի եւ կամ էլ ելքի դռան մոտ կանգնած էր սատանան։ Հա, սատանան, պոզավորը։ Բարև մեռել։ Բարև պոզավոր։ Ասացի ու զարմացա։ Երեք կարծես միայն խմել եմ։ Սա էստեղ ինչ գործ ունի։ Սնկերի էս ապուրինի զավակը։ Ներս կթողես, թե անհետանամ ու միանգամից ներսում հայտնվեմ։ Հայ, անհյուրընկալ։ Չէ, արի գրողը տանի, չնայած ուր տանի, ու մոտ որ պիտի տանի իրա ոտով եկել է։ Սատանան առանց շտապելու ներս անցավ, նստեց բազկաթոռին, սեղանից վերցրեց պառլամենտի մի գլանակ, վառեց ու հաճույքով մի քուլա ծուխկուլ տվեց։ Դու էլ նստիր, հայ կյանքի զոհ, մի հատ ծխի, ուշքի արի, պիտի խոսենք։ Նստեցի, ոչ պակաս հաճույքով մի գլանակ էլ ես կպցրի, ինչ էլ տխմար խոսք է, վառեցի լավ։ Ասա իլանդակ, այցիդ նպատակը որն է, տանում ես դժոխք, թե մահկանացուի խորհրդի կարիք ունես։ Համարձակ ես, հա, դու չես վախենում։ Վախենում, քեզնից, ինչ վախենալ, այսքանի տարիա վախենում եմ էլի հերիք չի, քովիդ, պատերազմ, երկրաշարժեր, էլի պատերազմ, տեղահանություն, կորուստներ, հանձնում, ու էլի ինչ մտքովդ կանցնի, չէ էլ չեմ վախենում։ Ճիշտն ասած սպասում էի, որ այլ մոլորակայինները կհարձակվեն, հեն էլ դու եկար։ Հա, մոռացա ասեմ, 2 օր առաջ էլ աշխատանքս կորցրի, այնպես որ չեմ վախենում։ Ասելիքը տաս, այ հոտավետ։ Հա, լավ, ենթադրենք չես վախենում։ Համենայն դեպս պոզերից հանգստության համար մի հատ բո։ Դե պարկիր բազմոցին, հաշվի հոգեբանի մոտ ես։ Պարկիր մի լավ ծուխտուր, ձեռը հետ էլ ձվերդ քորի։ Դուռը թակեցի, չհասցրիր։ Տրամադրվիր, պիտի խոսենք։ Ոնց ասես հրամանատար։ Չնայած քեզնից ինչ հրամանատար, դու կոչումից զրկված անկում ապրած արարած ես։ Պարկեմ։ Էս էլ քորել։ Բայց մինչև բուն թեմային անցնելը մի հարց։ Ես ես վերջին 20 տարին աթեիստ եմ։ Դոքինս էլ եմ կարդացել։ Այլ թարս հալյուցինացիա։ Ինչի հենց դու եկար։ Այդ վերջում կհասկանաս, եթե հասկանաս։ Դե սկսիր, ներկայացրու մեր խոսակցության թեման, ես էլ տեղյակ լինեմ։ Ասեմ հարազատս, ասեմ, քեզ մի հարց ունեմ։ Յա, հլը, դու ինչի ես ապրում։ Հա? Հա, այ ոչ ու փուչ, դու ինչի ես ապրում։ Որն է քո չարքաշ գոյության իմաստը։ Հայ կարդացած ոչխար։ Կոպիտ ես, պոզավոր ջան, շատ կոպիտ։ Վեր կենամ մոխրամանը տամ գլխի, թե սկզբի համար մեր քրֆեմ։ Ես մեր չունեմ, հիմա մենակ հերա։ Խփելը տելա կասկածի տակ։ Փորձի անկեղծ պատասխանեց։ Հաշվի հենց նոր կատվի ճոճքը կարդացիր, վերջացրիր։ 1984-ն էլ վաղուց ես կարդացել։ Թմկաբերդի առումն էլ շատ ես սիրում։ Այդ ամբողջ կարդացածիցդ բան մնացել է։ Դե ասա դու ինչու ես ապրում։ Լավ էլ տեղյակ ես, պոզավոր ջան, ինչ եմ կարդացել։ Հələ դու ասա ինչու եմ ապրում։ Անիմաստ, մեռի էլի։ Արի մոտս շատ կսիրեմ։ Ինչքան շատ, օր 2 անգամ։ Չէ էլի, գոնե մի, առավոտները չեմ սիրում։ Սիրողը կսիրի, կամ էլ դու կսիրես, կամ էլ կսիրեք զմիմյանս։ Դու հարցիս պատասխանիր։ Լավ, արի պատասխանեմ ու ախպերական հանգիստ թող։ Ապրում եմ, որ օգտակար լինեմ։ Յա։ Ինչ էլ ալտրուիստ ես, բա ում։ Հարազատներիս, գեով ընկերներիս։ Բա հայրենիքը, թե դու էլ ես գրին քարտային խաղամոլ։ Հայրենիքը հարազատներս ու ընկերներս չեն։ Հա, մեկ էլ գերեզմանները։
Հա որ, հələ լավ մտածիր, իսկ երեխաների ժպիտները, հա էդ էլ, երեխաներին էլ եմ օգնում, պարբերաբար բարեգործական հիմնադրամներին փող եմ փոխանցում, դու այ հիմար, դու իրենց ես օգնում, թե խիղճդ ես լռեցնում, որ հայելում նայելիս քեզ մենակ ուտող, խմող ու կայֆանող կենդանի չզգաս, հələ լավ մտածիր, բա անկերներիդ օգնելը, որ իրենք էլ քեզ օգնեն, իսկ հարազատներդ, հարյունա չէ, համել ծնողներդ ինչ կասեն, իսկ դու ում ես շատ սիրում։ Սիրում, բոլոր թվարկածներիս, բա քեզ, ամենաշատը քեզ չես սիրում, հələ ճիշտն ասա։ Ճիշտը մի հատ է, չէ, եթե նույնիսկ ամենաշատը ինձ եմ սիրում, հանուն դրա բոլորին լավն եմ անում, ճիշտ չի, ճիշտ է, բայց արդար ու անկեղծ չի։ Դու ես անկեղծ, որ ինձ էլ խրատում ես։ Հա, անկեղծ եմ, բա ինչ եմ, չար եմ, չեմ թաքցնում։ Դժոխքում էլ տանջում եմ, չեմ խաբում, թե իբր ընդեղ լավ է։ Համել արդար եմ։ Սպանել ես, տանջելու եմ հավերժություն։ Շատ ես սպանել, լավ գիտես ինչ եմ անելու մի հավերժություն։ Արդար չի։ Հերս էլ գոհ է։ Համել իրեն էլ եմ օգնում։ Նիա ինչի կարաս չօգնես, թե քո ինքնասիրությունն էլ դրանից է շոյվում, պոզավոր ջան։ Չէ, որպեսի տարբերենք չարն ու բարին, կամ էլ սևն ու սպիտակը։ Դա վերջերս ձեզ մոտ արդիական է։ Բա վերջը, դու ինչու ես ապրում, որ եսդ շոյես, մինչև գաս մոտս։ Բա հայրենիքը, հերիք չի հայրենիքն է իրա բեռով ծանրացել հոգուս, հիմա էլ դու ես հայրենիքից խոսում։ Բա ասում էիր աթեիստ ես, ինչի դա ծանրացել, հոգուտ։ Դեմի կախվի բառերից ես կամ էլ նրանցից ինչ քիչ առաջ քորում էի։ Չէ, համարձակ ես։ Համարձակ լինեի մի քանիսին կվերացնեի, բայց գիտես վերացնելով էլ չի, հարց չի լուծի։ Համել մակը սանկցիաներ կկիրառի հեղաշրջումից հետո։ Կրթվել ու կրթել է պետք, որ այս անտեր երկրում ոստիկանը ոստիկան լինի։ Քաղաքականությամբ զբաղվելն էլ ոչ թե պոռնկություն, այլ մասնագիտություն։ Լուրջ կրթությամբ ու մասնագիտական ամբիցիաներով։ Հա, բայց որ հիմա 1 միլիարդ տամ, ընկերներիդ կվերցնես, կգնաս տեխաս, հանգիստ կապրես, չէ։ Համել ընդեղ զենքը ազատականացված է, կռիվ կինո էլ կխաղաք։ Ճիշտ ասեմ, երևի հա։ Բա սատանան ես եմ, թե դու։ Սատանան դու ես, բայց չէ ես էլ եմ։ Լսիր պոզավոր սուտ էի ասում, վախենում եմ։ Վախենալը բնական չի։ Մեռնելուց։ Չէ, ապրելուց, մեռնելը հեշտ չի։ Եթե արագուտ անցավ, հեշտ է։ Բա ապրելը։ Ապրելը դժվար։ Լավ էլ ապրում ես, ուտում, խմում, քնում ու քնում։ Հո հայրենիքը դրան չի խանգարում։ Բայց այդ ճիշտ է, առհասարակ թե ձեր ազգի համար։ Նույնը չի։ Բա սահմանները փոփոխական են, ազգերն էլ եկվոր ու անցավոր։ Բա թող գնա տեխաս։ Սատանա ես էլի։ Իսկ դու սրիկա։ Ես առաջերք ունեմ։ Հոգիս ես ուզում առնես։ Չէ, դու հոգի չունես իմ աթեիստ ախպեր։ Հաշվի քո խիղճն եմ, հոտավետ, որովհետև սրտից միշտ քշում ես դեպի աղիքներ։ Ու պոզավոր, որովհետև համառորեն դեռ չեմ հանձնվել ու հանգիստ չեմ տալիս։ Այսօրվանից հաշվիդ 1 միլիարդ կանաչ կա։ Դու ընտրի, ընկերներով տեխաս եք գնում, թե սահմաններն եք բետոնանում։ Թող մտածեմ պոզավոր ջան։ Մտածիր ու մի հատ էլ ծխիր։ Ես գնամ տեսնենք սրիկային ես եմ, թե դու։ Դռներ բացողը։ Շվեյցարացին ամենևին շվեյցարացի չէր։ Դռներ էր բացում, 5 աստղանի հյուրանոցի դռները, 60 անց սպիտակ մազերով, ծանրացած կոպերով, միշտ հարթ սափրված, իսկ ծոծրակի մազերի գիծը փոքրինչ բարձր էր։ Շվեյցարացին միշտ շատ բարեհամբույր էր, խոսում էր գրական ու մի տեսակ կտրուկ։ Շվեյցարացին չէր սիրում իր աշխատանքը, բայց կատարում էր ամենայն պատասխանատվությամբ։ Նա այդպես էլ չկարողացավ հաշտվել թեյավճար վերցնելու և ամեն անգամ այն վերցնելիս կախում էր գլուխը։ Դժվար էր 24 ժամ ոտքի վրա մնալ, առավել ևս, որ ամբողջ կյանքում այդպես էլ չէր իմացել հանգիստն ինչ է։ Այդ գիշեր թեթև էր, հյուրերը որոշել էին քնել, իսկ նորերը չէին ժամանում։ Երևի անձրևի ու մառախուղի պատճառով չվերթները հետաձգված էին։ Հյուրերից մեկը նստած էր աստիճաններին ու ծխում էր, լուռ էր ու մռայլ։ Կլիներ 35-ին մոտ, բարձրահասակ, մորուքավոր, պատռված ջինսով, նարնջագույն շապիկով և ինչ-որ ժամանակակից ու էլի նարնջագույն բոթասով։ Երիտասարդը մռայլ էր օրվա պես։
Շվեյցարացին որոշեց ինքն էլ ծխի։ Վառեց գլանակը, 2 քայլ արեց դեպի աստիճաններ։ Հենց այդ պահին դռների մոտ հայտնվեց մի վարդագույն արարած, իր չիհուահուա ցեղատեսակի շնիկի հետ։ Նրա վարդագույն զգեստը հազիվ էր ծածկում բարեմասնությունները, իսկ վարդագույնի երանգներով գունաթափված մազերը խանգարում էին շնիկին շնչել։ Արարածը թեք հայացք գցեց շվեյցարացու կողմ ու փքված շուրթերը փնջեց մունաթով։ Շվեյցարացին շտապեց դեպի դուռը, ճանապարհին հասցնելով հանգցնել ծխախոտը դռան մոտի մոխրամանում։ «Մերսի», հնդկահավի անդուր ձայնով ու հեգնական տոնով արտաբերեց վարդագույնը։ Հյուրանոցին մոտեցավ տխմար ոռնոց զլած մի յաշիկ։ Վարդագույնը նստեց մեքենան ու գնաց։ Նիխուախուան չիհուահուայի հետ գնաց Հայաբույայի, հեգնեց երիտասարդը ու նայեց շվեյցարացու դեմքին։ Շվեյցարացին այդ ընթացքում հասցրել էր երկրորդ գլանակը վառել։ Ինչպես կարգն է նայեց երիտասարդին։ Դեմքը իրոք մռայլ էր ու անհանգիստ։ Ձախ այտին եռանկյուն կազմող 3 փոքրիկ խալեր կային։ Նրա դեմքը շվեյցարացուն ծանոթ թվաց ու ինչ-որ անհասկանալի ու հին տագնապ պարուրեց նրան։ «Երևի», կարճ պատասխանեց շվեյցարացին։ «Նախկինում զինվորական եք եղել, թե ոստիկան», հարցրեց երիտասարդը։ «Զինվորական», չուզենալով պատասխանեց շվեյցարացին։ Մի 2 քուլա ծուխկուլ տվեց ու որոշեց հարցնի։ «Իսկ ինչ իմացաք»։ «Ձիգ կեցվածքի ծուծոծրակի մազերից հրամանատար եք եղել»։ «Եղել եմ, պարոն»։ «Ինձ պարոնով մի դիմեք»։ «Ինձնից ինչ պարոն, էս հագուկապով պարոն կլինի»։ «Իսկ ինչպես ձեզ դիմեմ»։ «Անունս Գևորգ է»։ «Ու դուքով էլ մի խոսեք ինձ հետ, այդ ես պիտի ձեզ դուքով ու պարոնով դիմեմ, առնվազն տարիքի պատճառով»։ «Էլ չասեմ կոչման»։ «Կոչումները այլևս կապ չունեն, Գևորգ, դրանց դարն անցել է, հիմա վարդագույնների դարն է»։ «Դրանք միշտ կապ ունեն ու կունենան, հույսը երբեք մի կորցրեք, հույսը նախավերջինն է մեռնում»։ «Վերջինն էլ մարդը, հա»։ «Դե իհարկե, կամ էլ պետությունը։ Իսկ ինչու է նախկին հրամանատարը դռներ բացում, այն էլ սրանց առջև, պարոն»։ Շվեյցարացին սովոր չէր իր հոգին բացելուն, այն էլ հյուրերի ու երիտասարդների առջև, բայց երիտասարդի կեցվածքում ու ձայնում մի ենթարկեցնող անըմբռնելի բան կար։ «Ինչու պիտի բացեմ, փող է պետք», զզվանքով պատասխանեց շվեյցարացին։ «Թոշակը չի հերիքում»։ «Ապրելուն հերիքում է, այլ պատճառներ կան»։ «Ինչ պատճառներ»։ «Կարիքներ կան հոգալու»։ «Մի զայրացեք, պարոն, հանցանորդ մարդ է, կիսվեք»։ «Մենք ոչ հանդիպելու ենք այլևս, ոչ էլ օրն է տրամադրում քնելուն, խոսեք ժամանակ անցնի»։ «Թոռնուհիս հիվանդ է, փող է պետք»։ «Ինչ հիվանդ է, պարոն»։ «Ուռուցք ունի, ողնուղեղի փոխպատվաստում է անհրաժեշտ, չհաշված հարակից բոլոր հսկայական ծախսերը»։ «Իսկ ժամանակ կա»։ «Դեռ այո»։ «Իսկ օգնող հիմնադրամներ չկան»։ «Կան, բայց ամբողջը չի հավաքվում, վիրահատությունն էլ արտասահմանում պիտի արվի, ծախսեր շատ կան»։ «Ձեր որդու զավակն է, թե դստեր»։ «Որդուս»։ «Իսկ ձեր որդին ինչ է աշխատում»։ «Հին որդին պառկած է սառը հողում, ավտովթար էր, տղաս էլ հարսս էլ չկան»։ «Ցավալի է»։ «Ցավալի շատ բան կա աշխարհում, կյանքը ընդհանրապես ցավալի է, աշխարհն էլ չար»։ «Բայց բարին էլ կա, չէ»։ «Շատ քիչ»։ «Ինչպես թե քիչ, բարին միշտ շատ է, այլապես քաոս կլիներ, այդպես չէ»։ «Քաոս է էլի»։ «Այլ քաոս ինչպես է լինում»։ «Դու էլ ես մռայլ, Գևորգ, քեզ ինչ է եղել», հարցրեց փորձելով ցրել իր համար ծանր խոսակցությունը։ Ինձ ոչինչ չի եղել, ուղղակի շատ եմ հոգնել»։ «Իսկ դու ինչ ես աշխատում, Գևորգ, այս հյուրանոց էժաններից չէ»։ Ես ձեզ պես դռներ բացող եմ»։ «Ծաղրանքը տանտեղի է ու անհարգալից, ափսոս»։ Ափսոսաց, որ սխալ մարդու առաջ էր բացել իր հոգին։ «Ես ձեզ չեմ ծաղրում, պարոն, ես էլ եմ դռներ բացում, ոմանց առջև աշխատանքային, ոմանց առջև հնարավորությունների, ոմանց առջև նորարարությունների, ոմանք ամբիցիաներով են լցված, ոմանք հուսահատ են ու աշխատանքից հետ կապ չունեցող, ոմանք տղամարդիկ, ոմանք էլ պատահական հանդիպած կանայք, մեկ-մեկ էլ երեխաներ։ Ինձ էլ հաճախ տխրեցնում է ինչպես են բացածս դռները շրխկացնում դեմքիս։ Բայց բարին շատ է, կհաղթի։ Դուք հաղթած կաք, պարոն։ Կլինեք հաստատ։ Հաղթած կամ, Գևորգ,
բայց էլ չեմ հաղթում վաղուց։ Հիմա մենակ պարտվում եմ տարիքին, բարքերին ու այս դռներին, որ ամեն օր ստիպված եմ բաց ու խուփ անել։ Ոչինչ մի հուսահատվեք։ Մի օր էլ ձեր առաջ կբացեն դռները։ Դեռ աշխարհը փուր չի եկել։ Հուսամ, Գևորգ, հուսամ։ Ինձ կներեք, պարոն, արդեն պիտի գնամ։ Հաճելի էր ձեր հետ շփումը։ Երիտասարդը մեկնեց իր ձեռքը։ Շվեյցարացին փոքրինչ զարմացավ ձեռքսեղման ուժից։ Մեկ անգամ էլ նայեց երիտասարդի դեմքին, խալերին ու հաջողություն մաղթեց։ Գիշերը դանդաղ անցավ, եղանակի պես մռայլ մտքերով։ Լուսաբացի կողմ շվեյցարացու քունը տարել էր և ննջել էր հյուրանոցի նախամուտքի բազմոցին նստած։ Անհանգիստ էր քնում։ Թոռնուհին, Նարեն, հանգիստ չէր տալիս նրան։ Առավոտյան հերթափոխը նոր ստանձնած աշխատակիցը արթնացրեց նրան։ Զարթնեք, շուտով թոհուբոհը կսկսի։ Շվեյցարացին ուշքի եկավ։ Հյուրերից մեկը գնալիս ձեզ մի պայուսակ է թողել։ Ասաց փոխանցեմ ու ասեմ, որ դռներ բացողից է։ Պայուսակում փող էր, շատ փող։ Շվեյցարացին միշտ կարծում էր, որ փողը շատ չի լինում, բայց պայուսակի պարունակությունը չափազանց շատ էր։ Նարեն բացեց աչքերը, արդեն պալատում։ Ինչպե՞ս ես, պապիկ։ Ես լավ եմ, դու ինչպե՞ս ես, Անուշիկս։ Լավ եմ, պապիկ։ Արդեն լավ կլինես, բալես, լավ կլինես։ Նարեի այտին մի փոքրիկ խալ կար։ Խալն ու լավ կլինեսը շատ հեռու տարան շվեյցարացուն։ 1992 թվականի մայիսի 8։ Շվեյցարացին այն ժամանակ հայ էր։ Հայ ու հրամանատար։ Շուշիի թեժ մարտերն էին։ Հայի ձեռքերում մեռնում էր հերթական վիրավոր զինվորը։ Հրամանատարը գիտեր, որ նա մեռնում էր, բայց հույս էր տալիս ու ձեռքով վերքը փակելով ասում. լավ կլինես, մի մտածիր։ Զինվորը հայացքը վերջին անգամ ուղղեց հրամանատարին ու ասաց. գիտեմ, մեռնում եմ։ Որդուս շատ եմ կարոտել։ Ափսոս, որ մեծանալը չեմ տեսնի։ Տեսնես ինչ տեսակ մարդ կդառնա։ Զինվորի ձախ այտին եռանկյուն կազմող 3 փոքրիկ խալեր կային։ Չլուդը։ Փոքրիկին բակում չլուդ էին ասում։ Միշտ անլվա դեմքով ու մաշված շորերով երեխան նուրբ հոգի ուներ։ Ինքը մեղավոր չէր, որ հայրը գնացել էր Մոսկվա այնտեղ անհետ կորել։ Խեղճ մայրը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, ինչ աշխատանք ասես անելով։ Ինքը նուրբ հոգի ուներ։ Բակի երեխաները ինչ իմանային, որ իրենց դրանց անունը շատ խոր է ցավեցնում։ Չլուդին միշտ ցածր էին դասում բոլորից։ Չլուդը միշտ ծոված էր։ Դաժան տարիներ էին։ 90-ականները առհասարակ բոլորի համար էին դաժան։ Չլուդը խելացի էր, բայց աղքատությունը թույլ չէր տալիս ոչ տետր գնել, ոչ գրիչ, ոչ ուրագիր։ Մի խոսքով սովորելու իրավունք էլ չուներ։ Այդ իսկ պատճառով Չլուդը 8-րդ դասարանից դուրս եկավ դպրոցից, անցավ աշխատանքի։ Մեքենա էր լվանում, 1 տարի դիմացավ, 1 շոգ ամառ ու ցուրտ ձմեռ։ Չլուդը բարեխղճորեն էր կատարում իր գործը, չնայած աշխատած գումարը հագի չուլերից և ոչ մեկի անցքը չէր փակում։ Հետո մի օր տեսավ, ինչպես են փողոցում տարաներով բենզին ու կերոսին վաճառում, ու Չլուդը որոշեց բիզնես սկսել։ Սկզբում դժվար էր, Չլուդը խաբել չգիտեր։ Հետո սովորեց, որ տարան կարող է կեղծ հատակ ունենալ, իսկ վառելիքներ կարելի է այլ նյութերով բացել։ Կեղծիքը բացահայտողներն էլ էին լինում։ Ոմանք խղճում էին երեխային, ոմանք դաժանաբար ծեծում։ Ու Չլուդը ստիպված էր լինում նոր տեղ փնտրել իր բիզնեսի համար։ Մի օր տան դուռը մայրը չբացեց։ Մոր սպիտակ դեմքն ու տանջված ոսկրացած մարմինը ջնջեցին վերջին լուսավոր կետը Չլուդի մեջ։ Խղճի վերջին կտորն էլ թաղեց իր ձեռքերով փորած փոսում մոր հետ։ Պարոն Իշխանյանը վատ տրամադրությամբ էր զարթնել։ Այդ առավոտ նրան չէին ջերմացնում իր մի քանի միլիարդ դոլարը։ Կարևոր հարցեր կային լուծելու։ Նոր իշխանավորների հետ նոր պայմանավորվածություններ պիտի ձեռք բերեր։ Այցելեր իր նոր կառուցվող թաղամաս։ Մի 2 լակոտի հետ ժողով անել ու լուծել օրվա ամենաբարդ հարցը։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան, բարևեց հարկայինի աշխատասենյակ մտած նորանշանակ պետը։ Բարև Սիմոնյան ջան, բարև։ Նստիր, հիմա տեսիշ կոնյակ ենք խմում։ Այդ դեմիդ դրածն էլ փոքր նվեր ա, որ մեր ծանոթությունը լավ սկսի։ Ֆիլիպ Պատեկը կհավանես։ Ինչ նեղություն, պարոն Իշխանյան, կոնյակը դեռ ոչինչ, բայց այն մյուսը լրիվ ավելորդ է։ Բացիր, նվերը պիտի բացես։ Տո հենց մի անգամից էլ քցի թևիդ, տեղա։
Կարմրած ամփորձը իրեն կորցրեց։ Սպասի ես բացեմ, դու ամաչ կոտես, հա, հələ նա ինչ գործա, լավ արի ես էլ նստեմ, խոսելու բան կա, լսի հələ, այդ ինչ են տղերքդ վրա տվել ցանցերիս, բա տենց ճիշտ կա, ձևը տենց չի ախպեր ջան, պտի լավը լինենք իրար հետ, էսի երկար կյանք ա, փոքր երկիր ա, պարոն Իշխանյան, սպասի հələ, էս գրիչ սուրա է, նա այտես ես թիվը, էսի ամեն ամիս գալու ա քեզ ախպեր ջան, անդե դալշը ում ու ոնց կբաժանես, այդ դու ջոգի, ձևերը վերցնելու օգնականս կասի, ես այսօր մի քիչ վռազ եմ հարցեր կան էլի տեղը գցելու, այս բաժակը արի մի հատ հավեսով չխկցնենք ու քյաստեմ, պարոն Իշխանյան, մենք ժողովրդական երկիր ենք, այսինչ եք ասում, ես ձեզ հարգում եմ իհարկե, բայց ամեն ինչ պիտի լինի օրենքի սահմաններում ու ես եկել եմ, լսի ջահել ջան, դու աշքիս խառնում ես, ջահել տղա ես, երկու երեխա ունես, մերը թերդ քո հույսին են, ոնց ասում եմ տենց հերը, հավայ տեղը պրոբլեմներ ես շինում գլխիդ, են լոմն էլ առավոտից ասում է այդամ դբրոց, դրա, արա լավ դու կարգին տղա ես, ջոգիր չես աղ, լռությունը տևեց 20 վայրկյան, այդ ժամը կապի հլը, բաժակն էլ վերցրու, ապրես ախպեր ջան, քո համար Սիմոնյան ջան, սաղ տոշնի է չդնես, հարցել ելնի մեծ ախպերը թեյտը տա, դե չխկ, զորո, արե կշենք եթանք էդ թազա թաղը, տենանք ընդե ինչ կա, այս թուլին ճամփեցի էդ մի հարցն էլ գցենք տեղը, Զորոն, լոմն ու ղարը Իշխանյանի ամենահավատարիմ մարդակերներն էին, Զորոն էլ համատեղում էր մարդակերությունը վարորդի գործի հետ, իսկ նոր կառուցվող թաղամասում կոյուղագիծը պիտի անցներ մի քանի շենքի բակի տարածքով, որի բնակիչները բողոքում էին, շինհրապարակում բողոքողները արդեն ցրվում էին, Իշխանյանին դիմավորեցին շինարարության ղեկավարն ու Ռազը, բայլուս ձեզ, բարև ձեզ պարոն Իշխանյան ասաց ղեկավար Վարդանը, բարև մեծ ախպեր, բարև մեռնեմ քեզ, 1000 տարի է չենք տեսել, ասաց թաղային հեղինակություն Ռազը, Զմիմյանից բարևեցին նաև լոմը, Զորոն, ղարը, Վարդանն ու Ռազը, հատկապես ջերմ իրար մեջք ջարդեցին ղարն ու Ռազը, մեռնեմ քեզ, ես օբշի պիտի մի հատ կոշեթամ, դրա համար 2 բար թռչեմ հետդ մեծ ախպեր, ոբշեմ թեման փակա, այդ շենքից մեր լավ ախպերներից կար, սաղին տեսել գցելա տեղը, որ տնում որ տղա կա, մի հատ քուչա չտեսած կար, դրան էլ թեթև բշտինք, զադնի դրեց, մնացածը Վարդան ախպերը դեկասի մեռնեմ քեզ, ես հելա ցավը տանեմ, շաբաթով վերջ կձգեմ մոտ խոսանք էլի, հելի հա Ռազ ջան, հելի ախպեր ջան, Վարդան չէ դու ինչ կասես բա, դե պարոն Իշխանյան մի կին կար, կարիքի մեջ էր, մի քանի դեղ բան էր պետք, այդ առել տվել ենք, մեծ բան չէր մի 100,000-ի, մեկ էլ համատիրության կնոջը ասացինք, որ դեռ այդ պաշտոնին կմնա, իր աղջկան էլ iPhone տվեցինք, մի 500,000 էլ էդ էր, հիմա ամեն ինչ կարգին է, բոլորը ստորագրեցին, որ դեմ չեն, հեսա թղթերը ուղարկում եմ քաղաքապետարան, այնտեղ դուք կզանգեք, չէ, որ արագացնեն, վաղվանից շարունակենք գործը, հետ չընկնենք, կզանգեմ Վարդան ջան, կզանգեմ, բա ոնց, Իշխանյանը այս մի հարցն էլ կարգավորեց ճանապարհին զանգելով քաղաքապետին ու որպես շնորհակալություն կարգադրելով, որ քաղաքապետը այցելի Հյուսիսային պողոտայի իր խանութ ու վերցնի պատվավոր նվերները։ Հետո մի ժողով արեց։ Խիստ զայրացավ լակոտների վրա, որ փեշով փող էին ստանում, բայց իրենց գործը լավ չէին անում։ Ժողովի ավարտին, երբ բոլորը դուրս եկան, գրասենյակում մնացին Իշխանյանն ու ղարը։ Ղար ջան, ինչ անենք, էթանք դաչա։ Էթանք շեֆ ջան։ Բա դրա հետ ինչ ենք անում որոշել ես, այդքանի օր պատվալում 3 օր շեֆ ջան, 3 օր ոռի լղկել ենք, ղար ձեռս չի եթում, եմ բեզա կալոնկի վաղտից մոտսը, թուլ եմ ոնց տենց բան արեց, իմ ձեռը կեթա շեֆ ջան, բայց դե դու ես ասում, չգիտեմ հլը, քելեք, էթանք մի բաժակ բան խմենք, մի քիչ մտածենք, են կյաժ երկչուհուն էլ Զորո, ասա պատրաստ լինի դաչից հետո տան բերանը ներվերս թուլանը, Իշխանյանը երկար նստեց իր ռեստորանում, մի քանի բաժակ բան խմեց, մտածեց, արդեն գիշեր էր, Զորոյին կարգադրեց քշել դաչա, մինչ դաչա հասնելը եղանակը փոխվեց, իսկական չար եղանակ էր, մառախուղ ու անձրև, ճանապարհին մեքենան անցնում էր Իշխանյանի հյուրանոցներից ամենաշքեղի մոտով, Իշխանյանը Զորոյին կարգադրեց, որ մի պահ կանգ առնի,
Մուտքի մոտ ծխում էին դռներ բացողն ու մի նարնջագույն վերնաշապիկով ու բոթացներով երիտասարդ։ Զորո, էգուց կզանգես ես հյուրանոցը աշխատացնողին, կասես եթե դուռ բացողին մի հատ էլ եմ ծխելուց տեսել, ինքն է դրանից հետո դուռ բացելու մի 10 տարի։ Եղավ շեֆ ջան, ոնց ասես։ Դաչի ճանապարհը կարճ թվաց։ Երբ հասան Իշխանյանը կարգադրեց մարդակերներին, որ նկուղից բերեն դրան։ Հա, արա, փոշման էլ ես այ բոզի տղա։ Գիտեիր փող տանելը մարսելու ես։ Աճեցրել մարդ եմ սարքել, ինչ տեր պակաս։ Բենզակալոնկի զապրավչիկից մարդ սարքեցի դառար, ինչ էր պաշտոնը տարա։ Հոլդինգի գնումների տնօրեն։ Հա, դրանից, ինձ հələ ոչ մեկ չի գցել ու մարսել։ Բայց հələ սխի ես գողացել, միլիոնատեր տղա էր։ Ես էլ քո է։ Թազա էդ ինչ ասիր, էդ տնօրենից ա պետք։ Ղարլոմ, սրան խփեք ու այն մեր ձևերով լեշը վերացրեք։ Զորո գնացինք մենք։ Իշխանյանը արագ դուրս եկավ դաչայից, իսկ զոհը արդեն համակերպված իր ճակատագրին ձայն չհանեց։ Ոչ Իշխանյանի գնալիս, ոչ էլ կրակոցից առաջ։ Մեքենայում Իշխանյանը դառնահամ էր զգում։ Զորը ջուր տուր մի հատ։ Զորը այն քածին գրի, որ չմեթա, այլ հավես չկա։ Մեկ էլ զորո քշի մորս գերեզման, որ թվիս չեմ եղեմ։ 3 տարի առաջ էին գնացել շեֆ ջան։ Հա դե քշի։ Իշխանյանը գերեզմանը շատ ճոխ էր սարքել։ Կարծես մոր չարքաշ կյանքը պիտի փոխհատուցվեր դրանով։ Գերեզմանը պղծված էր։ Կոտրված էին ճոխ ծաղկամանները ու մարմարե քարերը։ Մոր շիրմաքարին սպիտակ ներկով հաստ գրված էր. Չլուդ։ Գերանդին։ Տուն եկա գիշերը, հոգնած էի, հազիվ ինքս ինձ համոզեցի ատամներս լևանամ։ Այդ տարական գործողությունը ուշ գիշերին միշտ ջանքեր է պահանջում, իսկ խուսափելու դեպքում էլ մեղքի ծանր զգացում է առաջացնում։ Բաղնիքում վառեցի միայն հայելու լույսը, որը փակվող աչքերս չէր ստիպել ցավել։ Սկսեցի մաքրել ատամներս, էլեկտրական խոզանակի մոնոտոն տզոցը նյարդայնացնում էր։ Մի պահ նայեցի հայելուն, երբ գլուխս իջեցրի, որ կում անեմ ու ողողեմ բերանս մաքուր ջրով, մի բան տարօրինակ թվաց ինձ։ Հայելում նայող իմ իսկ դեմքի հետ մի բան այն չթվաց։ Բարձրացրի գլուխս։ Հայելու դեմքը չէր արձագանքում իմ շարժումներին, անշարժ էր, վրան էլ մի սև ժապավեն քաշած, իսկը հանգուցյալի լուսանկար։ Արի այստեղ։ Նջարանից լսված խրոխտ ձայնը ինձ էր կանչում։ Սատանայի այցից հետո տեսնես էլ ինչ հալուցինացիա կունենամ։ Հիմա ով է։ Ներս գնացի։ Մահճակալից նստած էր դասական մահը, սևազգեստ, չոր գանգը ծածկած կապիշոնով, իսկ Գերանդին հենած էր հենց մահճակալին։ Հիմա էլ դու, ինձնից ինչ եք ուզում։ Նստիր խոսենք։ Այդ ձեր երկնաանդերքային թագավորությունը ուրիշ զրուցակից չունեք, պարապեք այ խելագարներ։ Չնայած հարցը խելագարը դուք եք, թե ես։ Եկել ես տանես, թե դու էլ հարց ունես։ Հարց ունեմ տանելուց առաջ։ Դե տուր։ Հա, չես սպասի ավանդական սիգարետը վառեմ, նոր տուր։ Դե սկսիր։ Հարցս հետևյալն է։ Հա, քո հարցը հազիվ հետևի հետ էլ կապ ունենա։ Առհասարակ դու որ եկար, ինձ համար հետևանքները հետևային են լինելու դե։ Սատանան ասում էր, որ զավզակ ես, բայց ուզում ես փորձի լռել։ Ուզում բառը դիմացինին ուղղելը հարց չի է, պարտադրանք է։ Ես հիմա մենակ քնել եմ ուզում, ու դու իմ անկողնային պլաններում չկայդ։ Ես մարդկանց պլաններում հազվադեպ եմ լինում։ Սատանի պես էլ հումորի զգացում չունեմ։ Իմ գործառույթը շատ պարզ է, ոչ խելք է պահանջում ու ոչ էլ հումոր։ Միակ հեգնելուց ձևն էլ քեզ տեղում սատկացնելն է, այնպես որ քեզ համեստ պահիր։ Ոնց համեստ պահեմ, նենց կարկառուն դեմքեր են ինձ այցելում, որ հավատքային աստղ եմ ինձ զգում։ Դու սատանեն նույնիսկ Հիսուսին խաչած Պոնտացի Պիղատոսի հետ երևի այնքան չեք շփվել, ինչքան ինձ հետ։ Չէ, համեստը մոռացի, իմ սքին հետ աղբեր։ Լսի այ տղա։ Չէ, հələ դու լսի։ Արա Հիտլերին դու ես տարել, ողբերական ասա էլի։ Ինքը իր կամքով գնաց, հաղթել է քեզ։ Այդ պահին կրծքավանդակս ուժեղ ցավեց, աչքերս մտնեցին, շունչը սկսեց կտրվել։ Հիմա հասկացար, որ չպիտի շատ խոսես։ Օխ, լավ հանգստացիր։ Տո գնա քո հնձ որ ինչն եմ ասել։ Ու էլի ախ, լավ հասկացամ, որն ազգացի։ Ասում էի, չէ դու լրիվ հետևի նվիրյալ ես, ախ։ Համառ ես, ցավին էլ լավ ես դիմանում։
Աբա մեռնելիս խրխրալը շնչիր, թողում ես, որ շնչեմ, հայ կիսատ թողածի հուսալքող ոսկրակույտ, դու անուղղելի ես, հիմա ինչ անեմ, որ լռես, հանկարծակի սկսես վարվել, չէ հասկացա, արի սեռական օրգաններդ հնձեմ, որ կրտած շամպես վնգստալով ու տխուր աչքերով լսես, չէ աղբերական, դու որպես նախկինում ոսկորնեից զատ միս ու արյուն ունեցող զիլը աղբեր, այդ մի բանը մի արա, քեզ դուր ա գալիս, որ սեռական օրգաններիցդ բան չի մնացել ու իգական մահին գրավելու համար մենակ կարող ես սիրամարգի պոչի տեղ զստոս կրատի ցույց տնել ու կողոս քրերով էլ չխչխկացնես, լսում եմ ասա, հարցս հետևյալն է, եթե քեզ մի շանս տամ, մահից առաջ անցյալի սխալ ուղղելու, որը կուղես, առհասարակ անցյալի, թե միայն իմ անցյալի, դու Հիտլերի պես գլոբալ տղա չես, միայն քո, ինչքան ժամանակ ունեմ մտածելու, մինչև գերանդիս սրեմ, մահը սկսեց սրել գերանդին, սրոցաքարը մետաղին քսվելու ձայնը ժամացույցի սլաքի կտկտոցի պես հստակ միջակայքեր ուներ, իսկ ես իսկապես մտածեցի, իրոք որը կուղեմ, մանուկ ժամանակ պատահական սպանած կատվի ձագին հետ բերեմ, մինչև հիմա խիղճս տանջում է, մորս ու հորս թաց աչքերի պատճառ դարձած դեպքերից մեկը ջնջեմ, նեղացրած կամ կորցրած ընկերոջս հետ բերեմ, կիսատ սիրածիս հետ կանչեմ, որ կիսատ գործս ավարտին հասցնեմ, գերանդին դեռ սրվում էր, լսիր գանգոսկր, ինչ իմաստ ունի հին սխալներ ուղղելը, որ ուղղեմել արդեն դժվար արդիական լինի, որն էլ ուղեմ կամ արդիական չի, կամ արդեն սպիացած վերք է, կամ մոռացված մի բան, ես ասացի իմ գործառույթը պարզ է, ինձնից ոչ մի խելացի պատասխան մի ակնկալիր, ինձ միայն հարցի պատասխանը տուր, ես կուղեմ քո սխալը ու կգնանք, իմ ատլեսյան ողի վրա հենված անուղեղ գանգ աղբեր, չորագույն իմ հոգեառ, մի փիլիսոփայական միտք թող արտահայտեմ, քանի գերանդից չես սրել, իմ սխալները ինձ չեն դարձնում այնինչ հիմական, սպասիր, հարցը հռետորական է, դու սրիր, բայց իմ վրա չէ, տես իմ կոմբայնազուրկ, մինչև հիմա գերանդու հույսին մնացած, հենց թվային դարում անալոգային իմ աղբեր, եթե սխալներ չանեի, ճիշտը բա ոնց իմանայի, կամ առհասարակ ճիշտը ով է որոշում, բա անսխալ մարդը ում է պետք, ու արդյոք կա սխալ, որ դասատու չի, ինչքան էլ ցավ պատճառած լինի, արա չորագլուխ, ուզում ես ասեմ, ուղիղ ծնվելու սխալը, եմ մեկա տանելու ես, եթե պիտի մեռնեմ, հենա ծնված էլ չեմ լինի, ամեն դեպքում պարտվում եմ, բայց դու էլ կպարտվես, դու տրամաբանությունից թույլ ես, քո ծնվելը քո որոշումն ու քո սխալը չի, բայց իմ անցյալն է, համարում եմ, որ իմ գոյությունը սխալ է, ուղիղ այդ սխալը, ես երբևէ եղած չեմ լինի, որպես հետևանք չեմ լինի ոչ մեկի հուշերում ու ճակատագրերում, հետևաբար իմ սխալներն էլ ազդած չեն լինի ոչ մեկի վրա, գերանդին սրված էր, հատուկ քննություն, հատուկ գործերով քննիչ Հակոբյանը ժամանեց աշխատանքի, ծանր օրեր սպասվում, առաջինը սենյակ մտավ Open Doors ընկերության հիմնադիր Գևորգ Սաղաթելյանը, Հակոբյանին հանձնարարել էին պարզել նրա աշխատակիցներից մեկի ինքնասպանության պատճառը, ընկերությունը տեղական ՏՏ եզակի հսկաներից էր, զարմանալիորեն հայրենիքում էր գրանցված ընկերությունը, հիմնադիրն էլ հայտնի էր իր բազմաթիվ բարեգործություններով, Բարև ձեզ պարոն Հակոբյան, ես առանց իրավաբանի եմ այցելել, բարև ձեզ պարոն Սաղաթելյան, նստեք խնդրեմ, ինձ պարոնով մի դիմեք, սովոր չեմ, ուղղակի Գևորգ, բարի Գևորգ, հավանաբար գիտես ինչ գործի շրջանակում ենք հրավիրել, գիտեմ, ցավով լցված եմ եկել, ինչ գիտեք ինքնասպան եղած երիտասարդի մասին, ծրագրավորող էր, 3 տարի աշխատում էր մեզ մոտ, ասում են եռանդով լի տղա էր, Գործում խիստ պարճած ճանաչեր, երբևիցե խնդիրների պատճառ չէր հանդիսացել, թե գործնական, թե մարդկային հարաբերություններում համակրելի մարդ էր։ Պարզ է, իսկ տեղ եկեք արդյոք անձնական խնդիրներ ուներ, միգուցե պարտքեր, թմրանյութեր։ Ընկերությունը մեծ է, ես անձամբ շատ քիչ եմ առնչվել նրա հետ, սակայն երեկ խոսել եմ իր անմիջական ղեկավարի հետ, նա ինձ ասաց նման բաներ չի նկատել, չգիտեմ ինչով ձեզ օգտակար լինեմ։ Պարզ է Գևորգ, մենք թղթաբանությամբ զբաղվենք, դու այստեղի բուֆետում սուրճ խմիր մինչև ավարտենք, կստորագրես ու կարող ես գնալ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, առայժմ։ Գևորգը սուրճ վերցրեց, նստեց բուֆետում ու սկսեց սպասել, չէր սիրում սպասել, բայց ստիպված էր,
Քննիչ Հակոբյանը բազում զանգեր էր ստացել։ Շուտով պիտի գար Իշխանյանը։ Նրա հոլդինգի գնումների տնօրենը անհետացել էր։ Ասում էին շատ փող է գողացել ու փախել երկրից թողնելով ընտանիքը։ Ով ասես չէ զանգահարել իշխանավորներից ու մեծահարուստներից սկսած մինչև ՆԳՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ։ Վերջին անգամ այդքան զանգեր ստացել էր 5 տարի առաջ, երբ ստիպված եղավ կոծկել ու արդարացնել մի մեծահարուստի լակոտի կատարած սպանություն։ Ստիպված։ Բարև ընկեր ջան։ Բարևեց իր լուր թիկնապահ Զորոյի հետ ներս մտած Իշխանյանը։ Հակոբյանը նկատեց Զորոյի գոտու հետևը խցկած գլոկ ատրճանակը։ Մտքում զայրացավ, բայց ինչ արած։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան, բարև ձեզ, նստեք խնդրեմ։ Նստեմ, ընկեր ջան, բայց հոդվածով չես ասում, չէ, բրատ։ Պրոստա աթոռին։ Այո, աթոռին, սուր հումոր էր։ Արի ես ասեմ, ընկեր ջան, գիտես իմ ժամանակը քիչ է, այդ համբալը ահագին փող է ինձ գցել ու թռել, կորել է, կնգան երեխեքին էլ թողել է։ Նենց հա մենք էլ ենք ման գալի։ Ես քեզնից շատ բան չեմ ուզում, գտնեմ։ Ուրիշ բան չկա հլը, սաղ էլ ման են գալի, դուք էլ ախպերներն էլ, ու մենակ ստեղ չէ, լոսից մինչև Սիբիր ախպեր ջան, դրա ընտանիքին ես ձեռք չեմ տա, ունեցվածք բան կմնա իրանց, մի քիչ էլ փող կտամ, որ ապրեն, չնայած կնիկն էլ բիզնես ունի, ոբշեմ, պարոն Իշխանյան, լսի ես ջոգում եմ, որ դու լիքը հարցեր պիտի տաս, ոնց իմացեք, որ փող ա տարել, դե թռել ա, նոր են սկսել քրքրել, ջոգել են ահագին բան չի բռնում աչոտներում, այդ սա հասկանում եմ, բայց ես 1000 գործ ու բան ունեմ, այդ էլ իմ թեման չի, ֆիրմեքում 1000 մարդ կա, ում հետ պտի խոսաս, սաղ կասենք ես, ես ժամանակ չունեմ, հասկանալի է, պարոն Իշխանյան, ձեզ շատ չեմ սպասեցնի, բուֆետում սուրճ խմեք խնդրում եմ, արագ ձևակերպենք, ստորագրեք ու գնացեք, եղավ ընկեր ջան, եղավ, Իշխանյանը նստեց Գևորգի սեղանի կողքի սեղանին, Զորոն գնաց սուրճը բերելու, այդ միջոցին աղմուկ աղաղակով ոստիկանները մի երիտասարդի քարշ էին տալիս միջանցքով, Իշխանյանը պարապությունից որոշեց զվարճանալ, հələ կայն է կարա, այդ ջահելին ուր եք տանում, ինչ ա արել, տանում ենք քննենք, գիշերը կռիվ ա արել, մարդ ա վնասել, պատասխանեց ոստիկաններից մեկը, հələ բեր մոտս տենամ ինչա, բեր, նստացրա իմ մոտ, կռիվ ա արել, ես կխոսամ, դուք էլ եք այդ ձեր Հակոբյանին ասեք արագացնի, երիտասարդին նստեցրին Իշխանյանի սեղանի շուրջ, իրենք հեռացան, նրա շապիկը պատռված էր ու արյունոտ, ջահել ջան, ինչ այլ է, որ սենց են քեզ բերում, հեսա մայկես հանեմ ասեմ, չուլ են սարքել, վրես չի էլ մնում, երիտասարդը հանեց շապիկը, մեջքին հսկայական դաջվածք կար, երկար մազերով ու մորուքով մկանուտ տղամարդու մերկ մարմնի վրա օձ էր գալարված, օձի գլուխը տղամարդու գլխին մոտ էր, լեզուն դուրս գցած, պատրաստ խայթելու, այդ մեջքիդ ինչ արա, հարցրեց Իշխանյանը, լավ սկսեցի կարավ, չէ սպասեք, ես ես ճանաչում եմ իհարկե, բայց դե ես էլ խեղճ տղա չեմ, Զորոն լարվեց, Իշխանյանը ձեռքի շարժումով հասկացրեց, որ դեռ հոշոտելու ժամանակը չէ, ու շարունակեց, քեզ տոշնի պայի ու արցիս պատասխանի, գրական ստեղծագործություններից եմ, ձեզ դժվար ծանոթ լինի, աշխարհում հաստատ չկա ոչ մի բան, ու մի հավատալ երբեք ոչ մեկին, ոչ բախտի փառքի, ոչ մեծ հաղթության, ոչ սիրած կնկա տված բաժակին, հանկարծ կողքի սեղանից արտասանեց Գևորգը, հաճելի է, փաստորեն կարդացել ես, անունդ ինչ է, անունս Գևորգ է, բայց վերջերս դռներ բացող են ասում, կիսահեգնական ասաց Գևորգը, դե որ այդպես է, ինձ էլ սրիկ է, կարող է բերդում իրար հետ ուրիշ գրքեր էլ կարդանք, տեսնենք ոնց կստացվի, արայի փնթի, քեզ հարց տվի, կարող է ես ես պահին փնթի ու չլուդեմ, բայց ոչ քո պես հոգով, ինչ ասիր արա, հայ բոզի տղա, Զորոն արդեն գիտեր, որ իր միջամտելու ժամանակն է, աղմուկից խիստ շփոթված սենյակից դուրս պրծավ հատուկ քննիչ Հակոբյանը, այդ ընթացքում Զորոյի ձեռքից խույս տված սրիկան մարդակերի գոտկատեղից հանեց ատրճանակը, կանգնեց, մի փոքր հետ գնաց, արագ լիցքավորեց ու փռեց Զորոյին, հանգստացիր տղա ջան, գոռաց Հակոբյանը, դու քանի կյանք ես կործանել, այ կեղծարար, քանի հոգու ես անարդար փակել ու քանի մեղավոր բաց թողել, հաջորդ կրակոցը փռեց Հակոբյանին, անմահեիր քեզ կարծում, եկ, բերել եմ ես քո մահը, թմկաբերդի առումը, այս անգամ ցիտեց սրիկան ու հաջորդ երկու կրակոցներով փռեց Իշխանյանին,
Քեզ չեմ ճանաչում ու հավանաբար դու անմեղ ես, բայց երբ պետք է պատժել չարին, մի բարի պիտի հրեշ դառնա, իսկ մեկ այլ բարի անմեղ զոհ։ Անտարբեր ու հոգնած Գևորգին հասավ իր բաժին փամփուշտը։ Սրիկան մի փամփուշտն էլ ինքն իրեն բաշխաց։ Հաջորդ օրը սովորության համաձայն արևը նորից ծագեց։ Հույսը։ Նախկին շվեյցարացին ծխում էր պատշգամբում։ Վաղուց ինքն ու թոռնուհին Նարեն հայրենիքում չէին եղել։ Թոռնուհին անհամբեր իջնում էր բակ խաղալու։ Նարայի գալու լուրը ուրախացրել էր բոլոր երեխաներին։ Առաջինը բակում հայտնվեց Սամվելը։ Նա մանկուց սեր ուներ համակարգիչների հետ, երազում էր հայտնի ծրագրավորող դառնալ։ Սամվելի զինվորական հայրը վերջերս զոհվել էր մարտերում, ու Նարեի գալուստը միակ լուսավոր դիպվածն էր, որ պիտի պատահեր իր հետ։ Հետո բակում հայտնվեց Նարեկը։ Նարեկը կարդալ էր սիրում։ Այդ օրն էլ հերթական անգամ վերընթերցում էր իր սիրելի թմբկաբերդի առումը։ Բայց երբ Սամվելը ձայն տվեց նրան, փակեց գիրքն ու իջավ։ Սամվելի ձայնը լսել էր նաև Հայկը։ Հայկը մեկուսանում էր բոլորից։ Նա բակի աղքատն էր, ոչ հեռախոս ուներ, ոչ տանը ինտերնետ ու ոչ էլ կարգին հագուստ։ Նարեն իջավ ու իրեն հատուկ լուսավոր ժպիտը դեմքին գրկեց սկզբում Սամվելին, հետո Նարեկին։ Ինչպես էս հարցին ուրախ պատասխանեց, որ արդեն լավ է։ Երեխաները անկեղծ հուզված էին։ Իրենց սիրելի աղջնակը ողջ եւ առողջ էր։ Բակում գլուխը կախ հայտնվեց Հայկը։ Դանդաղ ու ամաչկոտ շարժվեց Նարեի ուղությամբ։ Նարեն այս անգամ շատ ավելի եռանդով գրկեց Հայկին։ Կարոտել էի։ Քեզ շատ եմ սիրում, ասաց Նարեն։ Ես էլ քեզ, Նարե։ Հազիվ լսելի ձայնով պատասխանեց Հայկը։ Նախկին շվեյցարացին լուր ծխում ու հետևում էր այդ տեսարանին։ Առավոտյան լուրեր էր կարդացել։ Հոգուն ծանրացել էր Գևորգի մահը։ Մնացած մեռելները ապրելու արժանի չէին, գուցե միայն ոճրագործը։ Դրա ընկերները ցուցմունք էին տվել, որ բարի ու կամեցող տղա է եղել։ Վերջերս ինչ-որ հալուցինացիաներ է ունեցել ու տարօրինակ դարձել։ Իսկ դռներ բացողը ափսոս էր, հազար ափսոս։ Ես հիշում եմ քո բառերը, հույսը նախավերջինն է մեռնում։ Սխալվում էիր։ Քո տված հույսը քեզ հետ չի մեռել, այն աղքատիկ շորերով բալիկին էլ շատ է սիրում։ Սիրվածի հոգին ցնցոտի չի դառնա։